Թալին համայնքի Կարմրաշեն ոսկեթաց զովասար բնակավայրերում խմելաջրերի ցանցերի հիմնանորոգում կատարված է աշխատանքների 65%-ը, 15 կիլոմետր խմելաջրի խողովակ, շահառուները 361 տնային տնտեսություն։ Թալին համայնքի Մաստարան ներքին բազմաբերդ Իրինդ բնակավայրերում ոռոգման համակարգերի հիմնանորոգման աշխատանքներ։ Կատարված է շինաշխատանքների 70%, անցկացվել է 29 կիլոմետր կիսախողովակ, 550 տնային տնտեսությունների համար է նախատեսված, ոռոգելի տարածքները 74,6 հեկտար։ Թալին համայնքի Կարմրաշեն ոսկեթաց զովասար վերին Սասնաշեն, ներքին Սասնաշեն, վերին բազմաբերդ և Շղարշիկ բնակավայրերում գազաֆիկացման աշխատանքներ։ Կատարված է աշխատանքների 65%-ը, 17,1 կիլոմետր գազատար է կառուցվել, շահառուները 1205 տնտեսություն։ Թալին համայնքի Գետապ բնակավայրում ոռոգման համակարգի հիմնանորոգում կատարված է աշխատանքների 90%-ը, կառուցվել է 0,3 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները 57 տնային տնտեսություն, ոռոգելի տարածքը 37,2 հեկտար։ Թալին համայնքի ներքին Սասնաշեն բնակավայրում խմելաջրի ցանցի հիմնանորոգում, Շղարշիկ բնակավայրում ՕԿՋ-ի կառուցում, ներքին բազմաբերդ բնակավայրը սնուցող ջրատարի կառուցում։ Կատարված է աշխատանքների 80%-ը, կառուցվել է 3,6 կիլոմետր երկարությամբ ջրատար, շահառուները 788 տնային տնտեսություն։ Թալին համայնքի Աշնակ բնակավայրի Իսրայելյան փողոցի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում։ Ավարտական փուլում է աշխատանքը, կատարվել է 1,3 կիլոմետր ասֆալտապատման աշխատանքներ։ Ալագյաս համայնքի Ալագյաս, Ջամշլու, Ռիաթ Հազա, Կանյաշիր, Սադունց բնակավայրերում կանգառների կառուցում։ Կատարված է աշխատանքների 95%-ը, 5 բնակավայրում կառուցվել է թվով 7 կանգառ։ Ապարան համայնքի Ապարան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում։ Կատարված է աշխատանքների 45%-ը, ասֆալտապատվել է 2,6 կիլոմետր ճանապարհ։ Արևոտ համայնքի Կանչ, Հակո, Թլիկ բնակավայրերում ՕԿՋ-ների և սնուցող ջրատարի կառուցում և Սորիկ բնակավայրում ՕԿՋ-ի կառուցում և սնող ջրատարի վերականգնում։ Կատարված է աշխատանքների 80%-ը, կառուցվել է 4,4 կիլոմետր երկարությամբ ջրատար և 1 ՕԿՋ, շահառուները 78 տնային տնտեսություն։ Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում և բակային տարածքի բարեկարգում։ Կատարված է աշխատանքների 85%-ը, մանկապարտեզը նախատեսված է 60 սանի համար։ Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Բնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ, Ծաղկահովիտ, Լեռնապար բնակավայրերի գազամատակարարման ներքին ցանկի կառուցում։ Կատարված է աշխատանքների 95%-ը, կառուցվել է 12 կիլոմետր երկարությամբ գազատար, շահառուները 1620 տնային տնտեսություն։ Սրանք Արագածոտնի մարզի ծրագրերն էին։ Հիմա Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի Բանավանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում երկրորդ փուլ։ Կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, կառուցվել է կեղտաջրերի մաքրման կայանը, շահառուները 310 տնային տնտեսություն։ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի Խանջյան փողոցի ասֆալտապատում ավարտական փուլում է 1 կիլոմետր է նախագիծը։ Արտաշատ համայնքի Բուրաստան բնակավայրում մանկապարտեզի կառուցում։ Կատարված է աշխատանքների 45%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 150 սանի համար։ Արտաշատ համայնքի Բերտիկ, Հնաբերդ, Դվին բնակավայրերի փողոցների ասֆալտապատում ավարտված է ծրագիրը, աշխատանքը 1,5 կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատվել։ Արտաշատ համայնքի Արտաշատ բնակավայրի Նալբանդյան, Նարդոս, Երևանյան 13 շենքի բակ, Շիրվանզադե, Թորոմանյան, Ստեփանյան, Կասյան փողոցների ասֆալտապատում։ Ավարտված է 2,2 կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատվել։ Մասիս համայնքի Դարակերտ, Մարմարաշեն բնակավայրերում ջրամատակարարման ջրահեռացման համակարգի մաքրման կայանի կառուցում։
Ավարտված են աշխատանքները, կառուցվել է 2.6 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման ցանց, շահառուները 130 տնային տնտեսություն։ Մասիս համայնքի արևաբույր, Դաշտավան, Դարբնիկ, Մարմարաշեն բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում եւ նորոգում։ Ավարտական փուլում է աշխատանքները, կառուցվել է 13.2 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները 970 տնային տնտեսություն, ոռոգելի տարածքը 1190 հեկտար։ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնքի Գեղակերտ բնակավայրի Սարյան, Բաղրամյան փողոցից մինչև Մշակույթի տան հարակից տարածքի ասֆալտապատում լրացուցիչ աշխատանքներ, ավարտված են աշխատանքները։ Վաղարշապատ համայնքի Արշալույս բնակավայրի 19-րդ փողոցի ասֆալտապատում ավարտված է, կատարվել է 1 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում։ Վաղարշապատ համայնքի Ծաղկունք բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցում ավարտված են աշխատանքները, փոխարինվել է 0.8 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, 81 տնային տնտեսության շահառուներ եւ ոռոգելի տարածքը 81 հեկտար։ Վաղարշապատ համայնքի Մրգաստան բնակավայրի եկեղեցի տանող ճանապարհի սալարկում ավարտված են աշխատանքները, սալարկվել է 1361 քառակուսի մետր ճանապարհ։ Վաղարշապատ համայնքի Մոնթեավան բնակավայրի հուշարձան պուրակի կառուցում, աշխատանքներն ավարտված են։ Վաղարշապատ համայնքի Խոյ բնակավայրի խորքային հորի հիմնանորոգում, Մրգաստան համար 1 հորի մասին է խոսքը, ավարտված են աշխատանքները, շահառուները ոռոգելի տարածքը 81 հեկտար։ Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 արևիկ մանկապարտեզի հիմնանորոգում եւ նոր մասնաշենքի կառուցում։ Կատարված է աշխատանքների 85%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 300 սանի համար։ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 11 մսուր մանկապարտեզի հիմնանորոգում։ Կատարված է աշխատանքների 75%-ը, նախատեսված է 165 սանի համար։ Արմավիր համայնքի Խանջան բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում ավարտված են աշխատանքները, նախատեսված է 90 սանի համար։ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Ավետիսյան փողոցի Շահումյան Աբովյան հատվածի Բաղրամյան փողոցի 19, 21, 23 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների եւ Մաշտոց փողոցի 3A բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում։ Աշխատանքները ավարտված են, կառուցվել է 1.3 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման համակարգ 590 տնային տնտեսությունների համար նախատեսված։ Արմավիր համայնքի Սարդարապատ բնակավայրի 6-րդ փողոցի հիմնանորոգում աշխատանքները ավարտվել են, 300 մետր ճանապարհ հիմնանորոգվել է։ Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի 4-րդ, 21-րդ, 24-րդ, 25-րդ, 10-րդ, 26-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ փողոցները եւ 22-րդ փողոցի երկրորդ նրբանցքի գազաֆիկացում, Գետաշեն բնակավայրի առաջին փողոցի առաջին նրբանցք, երկրորդ փողոցի 3-րդ եւ 4-րդ նրբանցքները, 3-րդ փողոց, 5-րդ փողոց, 5-րդ փողոցի առաջին նրբանցք, 6-րդ փողոցի 5-րդ նրբանցք, 7-րդ փողոցի 3-րդ նրբանցք, 9-րդ փողոցի 3-րդ նրբանցքի գազաֆիկացում, Ջրաշեն բնակավայրի 3-րդ, 4-րդ, 10-րդ եւ 14-րդ փողոցների, Երասկահուն բնակավայրի 8-րդ փողոցի գազաֆիկացում ավարտված են աշխատանքները, կառուցվել է 7 կիլոմետր երկարությամբ գազատար, շահառուները 142 տնային տնտեսություն։ Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի բարեկարգում աշխատանքները ավարտված են, նախատեսված է մանկապարտեզը նախադպրոցական հաստատությունը 100 սանի համար։ Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի համայնքապետարանի շենքի հարակից տարածքի բարեկարգում աշխատանքները ավարտված են, 5500 քառակուսի մետր տարածք է բարեկարգվել։ Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի առաջին թաղամասի 26-րդ շենքի տանիքի վերանորոգում աշխատանքները ավարտված են,
շենքի ծրագրի շահառուները 171 բնակիչ։ Մեծամոր համայնքի Արգավանդ, Նոր Կեսարիա եւ Տանձուց բնակավայրերում գազատարերի կառուցում։ Ավարտված են աշխատանքները 1.7 կիլոմետր գազատար է կառուցվել, շահառուները 41 տնային տնտեսություն։ Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի 30, 31, 36, Ագիշատ բնակավայրի 18, 19 եւ 21, Երասխահուն բնակավայրի 3, 21, 22 եւ 23, Եղեգնուտ բնակավայրի 6-րդ փողոց եւ 3-րդ փողոցի 2-րդ փակուղու, Նորապատ 9-րդ, 11-րդ, 23-րդ, 25-րդ, 40-րդ, 42-րդ եւ 44-րդ փողոցների, Գյուղ Վարդանաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների գազաֆիկացում աշխատանքները ավարտական փուլում են, կառուցվել է 5.7 կիլոմետր երկարությամբ գազատար, շահառուները 104 տնային տնտեսություն։ Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի Միքայելյան, Թումանյան, Տերյան եւ Կոմիտաս փողոցների ջրագծերի փոխարինում կատարված է աշխատանքների 45%-ը, կառուցվել է 3.5 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, շահառուները 1000 տնային տնտեսություն։ Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում եւ հարակից տարածքի բարեկարգում կատարված է աշխատանքների 50%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 60 սանի համար։ Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրի Բերքաշատի միջնակարգ դպրոց պոակ տանող հատվածում գազատարի կառուցում, Ջանֆիդա բնակավայրի 1-ին, 9-րդ, 22-րդ, 6-րդ, 7-րդ, 16-րդ, 14-րդ, 13-րդ, 4-րդ դարպասներ տանող ճանապարհի եւ հին հիվանդանոցի փողոցների գազատարի կառուցում։ Ծրագիրը ավարտական փուլում է, կառուցվել է 3.2 կիլոմետր երկարությամբ գազատար, շահառուները 75 տնային տնտեսություն։ Արաքս համայնքի Արաքս բնակավայրի 200 մետր երկարության ճանապարհի ասֆալտապատում, որը ավարտվել է։ Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Ռաֆու փողոցի 200 մետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, որը ավարտվել է։ Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի կենտրոնական ճանապարհի Մայթեզրի սալարկում, որը ավարտվել է, 1360 մետր Մայթեզր է սալարկվել։ Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի Գերեզմանոց տանող ճանապարհի եւ Խորոնք բնակավայրի Տերյան փողոցի ասֆալտապատում, որը ավարտվել է, 900 մետր ճանապարհի մասին է խոսքը։ Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Շիրազի փողոցի արտաքին ջրամատակարարման համակարգի կառուցում, ավարտվել է 400 մետր երկարությամբ ջրագծի կառուցումը, շահառուները 32 տնային տնտեսություն։ Արաքս համայնքի Գայ բնակավայրի Խաչատրյան փողոցի Գերեզմանի հարակից հատվածի ասֆալտապատում, որը ավարտվել է, 400 մետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Դեմիրճյան եւ Դրոյի Մեծամոր բնակավայրի Սարյան եւ Աբովյան փողոցների գազաֆիկացում։ Ավարտական փուլում է, կառուցվել է 17.8 կիլոմետր երկարությամբ գազատար, շահառուներ 580 տնային տնտեսություն։ Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի փողոցների լուսավորության ցանցի կառուցում, ավարտված է աշխատանքը, կառուցվել է 3.3 կիլոմետր երկարությամբ լուսավորության համակարգ։ Արաքս համայնքի Արտիմեդ բնակավայրի Կոմիտաս եւ մեխանիզատորների փողոցների ասֆալտապատում, ավարտված է 500 մետր ճանապարհը։ Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի 1-ին եւ 4-րդ փողոցների ասֆալտապատում, որը ավարտված է, 1.1 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը։ Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի ոռոգման սնուցող ջրագծի կառուցում, ավարտված է, կառուցվել է 5 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, շահառուները 400 տնային տնտեսություն, 400 ոռոգելի տարածքը 230 հեկտար։ Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի Խաչատրյան փողոցի ասֆալտապատում, որը ավարտված է, 1.2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը։ Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայրի Նժդեի փողոցի ասֆալտապատում, որը ավարտվել է, 470 մետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրի 6-րդ փողոցի 5-րդ եւ 6-րդ փողոցները կապող հատվածի ասֆալտապատում, ավարտված է, 1.3 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը։ Բաղրամյան Շենիկ բնակավայրի Չարենց փողոցի եւ Բաղրամյան բնակավայրի
Արցախի փողոցի ասֆալտապատում։ Ասֆալտապատվել է 1.6 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Բաղրամյան համայնքի Դարիք բնակավայրի Միասնիկյան, Շահումյան, Մաշտոցի, Գորկու փողոցների, Արևադաշտ բնակավայրի Չաուշի փողոցի, Քարակերտ բնակավայրի Նալբանդյան եւ Աբովյան փողոցների, Վանանդ բնակավայրի Սահակյան առաջին փողոցի եւ Արգինա բնակավայրի Տիգրան մեծ փողոցի ասֆալտապատում ավարտված են աշխատանքները, ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է այս ծրագրով 4.3 կիլոմետր ճանապարհ։ Փարաքար համայնքի Թայերով բնակավայրի Նարեկացի առաջին փողոցի ասֆալտապատում ավարտված է 400 մետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Էրեբունու Կոմիտասի Սարգսյան առաջին եւ երկրորդ փողոցների, Մերձավան բնակավայրի Մասիսի փողոցի, Բաղրամյան բնակավայրի Կոմիտասի փողոցի, Այգեկ բնակավայրի առաջին փողոցի ասֆալտապատում, որը ավարտված է, ընդհանուր առմամբ խոսքը 3 կիլոմետր ճանապարհի մասին է։ Հիմա Գեղարքունիքի մարզի ծրագրերը։ Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Համբարձումյան փողոցի ասֆալտապատում, որը ավարտվել է 1.8 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Վարդենիս համայնքի Փամբակ, Արփունք, Ծովակ, Խաչաղբյուր, Ավազան, Ակունք, Կարճաղբյուր, Լճավան բնակավայրերում լուսավորության ցանցի կառուցում։ Ավարտված է աշխատանքը, կառուցվել է 11.8 կիլոմետր երկարությամբ լուսավորության ցանց, տեղադրվել է 392 հենասյուն եւ նույնքան LED լուսատու։ Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրում ոռոգման ներքին ցանցի եւ սելավատարի կառուցում։ Կախակն բնակավայրում ոռոգման ցանցի կառուցում եւ վերակառուցում։ Ավարտվել է աշխատանքները, 2.2 կիլոմետր ոռոգման համակարգ է կառուցվել, շահառուները 240 տնային տնտեսություն, ոռոգելի տարածքը 62 հեկտար։ Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Անդրեասյան, Ազգալձյան երիտասարդության փողոցների, երիտասարդության 2, 3, 6, 11, 12 եւ Արզոյան 2 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի, Մեծ Մասրիկ եւ Շատ Ջրեք, Ծովակ, Լուսակունք եւ Վանևան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում։ Ավարտվել են աշխատանքները, 5.8 կիլոմետր երկարությամբ ճանապարհ փողոց է ասֆալտապատվել։ Վարդենիս համայնքի Ծովակ, Լճավան, Ազատ, Նորաբակ եւ Փամբակ բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի կառուցում, վերակառուցում։ Կատարված է աշխատանքների 98%-ը, կառուցվել է 25.7 կիլոմետր ջրագիծ, 1 հատ OKջ, շահառուները 440 տնային տնտեսություն։ Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Արզոյան 2 եւ 9 լեռնագործների 1/1 Խաչիկ Ստեփանյան 9 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում։ Կատարված է աշխատանքների 98%-ը, հիմնանորոգվել է 3477 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիք, շահառուները 637 բնակիչ։ Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրում ոռոգման ցանցի կառուցում։ Կատարված է աշխատանքների 97%-ը, կառուցվել է 3.3 կիլոմետր ոռոգման համակարգ, շահառուները 1700 տնային տնտեսություն, ոռոգելի տարածքը 100 հեկտար։ Գավառ համայնքի Գավառ, Գանձակ, Նորատու, Սարուխան եւ Կարմիր գյուղ բնակավայրերում ոռոգման եւ ջրահեռացման համակարգերի կառուցում։ Կատարված է շինարարական աշխատանքների 98%-ը, կառուցվել է 3.5 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ եւ 0.9 կիլոմետր ջրահեռացման ցանց, շահառուները 500 տնային տնտեսություն, ոռոգելի տարածքը 70 հեկտար։ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի առաջին նրբանցքի առաջին փողոցի առաջին փողոցի առաջին նրբանցք, առաջին փողոցի երկրորդ նրբանցք, երկրորդ փողոցի մի մաս, 4-րդ փողոցի առաջին փակուղի, 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի առաջին նրբանցք, 20-րդ փողոցի առաջին փակուղի, 24-րդ փողոցի առաջին, երկրորդ, երրորդ, 4-րդ նրբանցքներ, գերեզմանների հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի եւ առաջին թաղամասի ասֆալտապատման աշխատանքներ, որը կատարվել է ընդհանուր առմամբ 5.2 կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատվել։ Ծովագյուղի մեջ 5.2 կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատվել։
Սևան համայնքի Սևան բնակավայրի Շիրազի փողոց Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքներ 2.9 կիլոմետր ճանապարհ է հիմնանորոգվել։ Սևան համայնքի Զովաբեր Լճաշեն բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում կատարված է աշխատանքների 85%-ը կառուցվել է 15 կիլոմետր ոռոգման համակարգ, շահառուները 600 տնային տնտեսություն, ոռոգելի տարածքը 95 հեկտար։ Սևան համայնքի Վարսեր բնակավայրի 3-րդ փողոցի ասֆալտապատում, որը ավարտվել է 1.6 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի խորքային հորի կառուցում, խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում եւ Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցում։ Կատարված է աշխատանքների 95%-ը, վերակառուցվել է 3.1 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, կառուցվել է 1 խորքային հոր, շահառուները 1320 տնային տնտեսություն։ Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Նարեկացի Արցախի Սևակի Կոմիտաս փողոցների մայթերի կառուցում քարե սալիկներով 5000 քառակուսի մետր մայթ է կառուցվել, աշխատանքները ավարտված են։ Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրում խմելու ջրագծի կառուցում ավարտված են աշխատանքները 4.8 կիլոմետր երկարությամբ ջրագիծ է կառուցվել 182 տնային տնտեսության համար։ Մարտունի համայնքի ներքին Գետաշեն բնակավայրի ոռոգման ջրատարի կառուցում կառուցվել է 4.5 կիլոմետր ոռոգման համակարգ, շահառուները 1500 տնային տնտեսություն, ոռոգելի տարածքը 305 հեկտար։ Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրում խմելու ջրագծերի կառուցում ավարտված է աշխատանքները 19 կիլոմետր երկարությամբ ջրագիծ է կառուցվել, շահառուների 350 տնային տնտեսություն։ Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում ոռոգման ջրատարի կառուցում աշխատանքներն ավարտված են 3.8 կիլոմետր ջրագիծ է կառուցվել 800 տնային տնտեսություն, ոռոգելի տարածքը 150 հեկտար։ Մարտունի համայնքի Արծվանից Ծովինար, Աստղաձոր, Վաղաշեն բնակավայրերում խմելու ջրի ջրահավաք ավազանների կառուցում աշխատանքները ավարտվել են 2.8 կիլոմետր երկարությամբ խմելու ջրագիծ է կառուցվել, շահառուները 150 տնային տնտեսություն։ Մարտունի համայնքի Արծվանից Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեխովիդ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիչք, Ծակքար, Ձորակյուղ, Ծովասար, Վարդաձոր բնակավայրերում, ինչպես նաև Աստղաձոր եւ Գեխովիդ բնակավայրերում պաշտպանիչ պատերի կառուցման եւ Մադինա Լեռնակեր բնակավայրերը միացնող ճանապարհի ասֆալտապատում։ Ասֆալտապատվել է 21.2 կիլոմետր ճանապարհ, 679 քառակուսի կիլոմետր հենապատ է կառուցվել զուգահեռ։ Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցում կատարված է շինաշխատանքների 85%-ը, կառուցվել է 1 ՕԿՋ 8.5 կիլոմետր ջրագիծ, շահառուները 260 տնային տնտեսություն։ Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի մշակույթի տան վերանորոգում եւ հանդիսությունների սրահի կառուցում աշխատանքները ավարտվել են 540 քառակուսի մետր մակերեսով հանդիսությունների սրահ է կառուցվել, վերանորոգվել է մշակույթի տունը 800 քառակուսի մետր։ Մարտունի համայնքի Ձորագյուղ, Ծովասար, Վարդաձոր բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում ավարտված են աշխատանքները 61 կիլոմետր երկարությամբ ջրագիծ է կառուցվել, շահառուները 615 տնային տնտեսություն։ Մարտունի համայնքի Երանոց եւ Լեռնակետ բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցում կատարված է աշխատանքների 98%-ը, կառուցվել է 3.4 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուների 575 տնային տնտեսություն, ոռոգելի տարածքը 85 հեկտար։ Մարտունի համայնքի Գեխովիդ, Վաղաշեն, Մադինա, Երանոց, Ծակքար եւ Լիչք բնակավայրերում լուսավորության ցանցի կառուցում աշխատանքներն ավարտված են, կառուցվել է 11.6 կիլոմետր երկարությամբ լուսավորության ցանց, տեղադրվել է 385 հենասյուն։ Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրի համայնքապետարանի առաջին եւ երկրորդ հարկերի վերանորոգման աշխատանքներ, որոնք ավարտվել են 2960 քառակուսի մետր տարածք է վերանորոգվել։ Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրի արտաքին ջրագծի եւ ջրընդունիչների վերակառուցում
Աշխատանքները ավարտված են, կառուցվել է 5.2 կիլոմետր ջրագիծ, շահառուները 151 տնային տնտեսություն։ Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրում սալարկման աշխատանքներ։ Ավարտված է աշխատանքը 0.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Ճամբարակ համայնքի Վահան եւ Ծափատաղ բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցում, որը կառուցվել է 3.3 կիլոմետր ջրագիծ, շահառուները 158 տնային տնտեսություն։ Լոռու մարզ։ Թումանյան համայնքի Չկալով բնակավայրի խմելու ջրի արտաքին ջրագծերի վերանորոգում։ Կատարված է աշխատանքների 95%-ը, իրականացվել է շուրջ 4.9 կիլոմետր երկարությամբ ստորգետնյա ջրագծի վերականգնում, շահառուները 63 տնային տնտեսություն։ Թումանյան համայնքի Թումանյան բնակավայրի կենտրոնական 2-րդ, 3-րդ եւ 12-րդ փողոցների ասֆալտապատում։ Ավարտված են աշխատանքները, ասֆալտապատվել է 1.7 կիլոմետր ճանապարհ։ Փամբակ համայնքի Փամբակ եւ Արջուտ բնակավայրերի փողոցների ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով, որը ավարտված է 1.7 կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատվել, կառուցվել է 0.9 կիլոմետր ջրահեռացման համակարգ։ Փամբակ համայնքի Ձորակու գյուղ բնակավայրի գազաֆիկացում ավարտված է, կառուցվել է 5 կիլոմետր երկարությամբ գազատար, շահառուները 79 տնային տնտեսություն։ Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրի 3-րդ եւ 14-րդ փողոցների Կատնաջուր բնակավայրի 8-րդ փողոցի ասֆալտապատում։ Ավարտված են 1.6 կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատվել։ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի 5-րդ, 6-րդ եւ 15-րդ փողոցների Լեռնավան բնակավայրի փողոցների Լեռնած բնակավայրի գերեզմանատուն տանող ճանապարհների սալարկում տուֆ քարով։ Կատարված է աշխատանքների 90%-ը, սալարկվել է 2.6 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի 2-րդ, 6-րդ, 14-րդ, 15-րդ եւ 16-րդ փողոցների ջրագծերի կառուցում։ Ավարտված են աշխատանքները, կառուցվել է 2.2 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, շահառուները 90 տնային տնտեսություն։ Լոռի Բերդ համայնքի Ագարատ բնակավայրի մանկապարտեզի շենքի վերանորոգում։ Աշխատանքները ավարտված են, նախատեսված է 30 սանի համար մանկապարտեզը։ Լերմոնտովը համայնքի Լերմոնտովը բնակավայրում ջրագծի փոխարինում։ Աշխատանքները ավարտված են, կատարված է 2.6 կիլոմետր երկարությամբ ջրագծի կառուցման աշխատանքը, շահառուները 210 տնային տնտեսություն։ Կոտայքի մարզ։ Ակունք համայնքի Ակունք բնակավայրի 21-րդ Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցական համալիր տանող ճանապարհ, Հատիս բնակավայրի 2-րդ, Կապուտան բնակավայրի 7-րդ, Նոր գյուղ բնակավայրի 2-րդ եւ 12-րդ, Սևաբերդ բնակավայրի 3-րդ, Զովաշեն բնակավայրի առաջին փողոցների ասֆալտապատում։ Աշխատանքները ավարտված են, 4.2 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է ասֆալտապատվել։ Ակունք համայնքի Զար բնակավայրի Վասիլյան փողոցը մասնակի Կոտակ բնակավայրի 4-րդ եւ 8-րդ փողոցների ասֆալտապատում, որը ավարտված է, խոսքը 234 մետր երկարությամբ ճանապարհի մասին է։ Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի 2-րդ փողոցի առաջին եւ 2-րդ հատվածների կոյուղագծերի վերակառուցում։ Աշխատանքները ավարտված են, 0.8 կիլոմետր կոյուղագիծ է վերակառուցվել, շահառուները 80 տնտեսություն։ Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի Գրիգորյանի անվան Ծիծեռնակ Մսուր մանկապարտեզի 1 մասնաշենքի հիմնանորոգում, կատարված է աշխատանքների 75%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 350 սանի համար։ Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի Լուսաբաց Մսուր մանկապարտեզ հողակի վերակառուցում եւ գույքի ձեռքբերում, կատարված է աշխատանքների 75%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 150 սանի համար։ Նայերի համայնքի Եղվարդ բնակավայրի խմելու ջրագծերի բարելավման աշխատանքներ, կատարված է շինարարական աշխատանքների 90%-ը, կառուցվել է 4.8 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, շահառուները 200 տնային տնտեսություն։ Նայերի համայնքի Զովունի բնակավայրի ասֆալտապատման աշխատանքներ, որը վերաբերվում է
6 կիլոմետր երկարությամբ ճանապարհին կատարվել է աշխատանքի 90%-ը։ Նայիրի համայնքի Զովունի բնակավայրի Զովունի մշակութային կենտրոն Հոակի շենքի վերանորոգում կատարված է աշխատանքների 85%-ը։ Նայիրի համայնքի Եղվարդ բնակավայրում թեք տանիքների եւ շքամուտքերի վերանորոգվել են 10 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները եւ շքամուտքները, շահառուները 1270 բնակիչ, կատարված է աշխատանքների 80%-ը։ Նայիրի համայնքի Եղվարդ բնակավայրում ավտոկայանատեղի կառուցում կատարված է աշխատանքների շինարարության 70%-ը, կառուցվել է վարչական շենք եւ 3 կայանատեղի։ Հրազդան համայնքի Հրազդան բնակավայրի միկրոշրջան թաղամասի Պուրակային թիվ 5-րդ, 8-րդ, 13-րդ, 14-րդ, 3-րդ եւ 5-րդ փողոց 2-րդ նրբանց, միկրոշրջան թաղամասի առաջին, 2-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ փողոցների եւ միկրոշրջան կենտրոն եւ հարավային թաղամասերի բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման եւ Լեռնանիստ բնակավայրի առաջին փողոցի հիմնանորոգման աշխատանքներ։ Կատարված է աշխատանքների 60%-ը, ասֆալտապատվել է 11680 քառակուսի մետր բակային տարածք, 1.6 կիլոմետր ճանապարհ։ Աբովյան համայնքի Կամարից Բալահովիտ Գեղաշեն Մայակովսկի Պտղնի բնակավայրերի փողոցների ասֆալտապատում ավարտված են աշխատանքները 4.8 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Աբովյան համայնքի Առինջ Գետարկել բնակավայրերի փողոցների ասֆալտապատում 4.9 կիլոմետր ճանապարհների ասֆալտապատման մասին է խոսքը, որը ավարտվել է։ Աբովյան համայնքի Վերին Պտղնի բնակավայրի նոր թաղամաս առաջին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ, որոնք ավարտվել են 1.9 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Աբովյան համայնքի Արաբմուզ բնակավայրի առաջին փողոցի առաջին նրբանցք ազատամարտիկների խճուղի 3-րդ փակուղի երիտասարդական առաջին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքները ավարտված են, խոսքը 1 կիլոմետր ճանապարհի մասին է։ Գառնի համայնքի Գեղարդ բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցում ավարտված են առաջին փուլի աշխատանքները, կառուցվել է 350 մետր ջրագիծ, շահառուները 45 տնային տնտեսություն։